հավատում եք խաղաղությանը եւ արդյոք Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել։ Պատերազմը այլ լուրաս։ Քիչ հետ խաղաղություն ում հետ էլ կնքի խաղաղություն չկարա բերի։ Իսկ Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել։ Չեմ կարծում։ Չէ, միանշանակ ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ չես կարող Ադրբեջանի հետ խաղաղություն կամ ակնհայտ տենում ենք, էլի։ Ակնհայտ խափում են։ Փաշինյանը բանն է։ Աշխարհի թիվ 1 շուլերն է։ Ես ստորագրած ոչ մի փաստաթղթին չեմ հավատում։ Եվ որ բերոց կլեր։ Ասեք, չի կարող առանց արդարության խաղաղություն։ Մանավանդ մեր ազգի պարագայում։ Այդ ինչ անելուկներ են, արդեն ով չի հասկանում դա։ Ուղղակի հա, կա մի 10-15%-անոց մասը որ չի հասկանում կամ անտարբերություն։ Դες բան չկա։ Մենք պահանջատեր ենք, մենք առաջին խոսենք դրանից։ Ով կլինի աշխարհի լիդերները դա մեր համար բան չի էլի, ոնց ասեմ։ Մենք պետք է մեր պահանջները, մենք առանց արդարության մեր հարցը չի լուծվելու։ Ուր են մեր հայրենասեր տղեկը։ Ուր են։ Կամ բերթերում է, կամ գլուխների կերան, տենց չի։ Խաղաղություն ոչ մեկը չի կարող բերել։ Մենք պետք է առաջ գնանք, միջով Բաքու հասնենք, որ խաղաղություն կլինի, դες չի կարող։ Այսի առանձին գալու են Հայաստան մեր վեկալերն։ Չենք կարող ապրենք, էլի Թուրքիա։ Փաշինյանը չի բերել, պետությունն է բերելու, ես դու սաղս ենք բերել, Փաշինյանը ով է որ կարանա խաղաղություն բերի։ Վերջերս մեր եւ ձեր վճարած հարկերի հաշվին Երևանից հատուկ չվերթով պատվիրակություն էր մեկնել Բաքու։ Բաքու մեկնած անձին բարոյական իրավունք ունի խոսելու Հայաստանի հասարակության իմ եւ ձեր առջև։ Չէ։ Միանշանակ ոչ, որովհետեւ ես հասարակության մեջ ապրում եմ, տեսնում եմ որ մարդկանց ոչ ոք չի ընդունում։ Ես եթե 10-ը ծանոթ ունեմ, 10-ից 9-ը չի համաձայն չի իրանց հետ։ Այսքան մեծ թվով Ոնց կարա էլի հասարակության անունից ինքը։ 30 հոգի մարդ են հավաքվել, իրանցով այն փոքրիկ խմբակը, որ ասում է Սամվել Կարապետյանը իրան։ Ովքեր են այս մարդիկ։ Մի հատ իրաց դոսյան բացենք, կարդանք, էլի ասենք։ Այս մարդը ինչ ունի արած, որ իմ անունից, ձեր անունից այդ մա Բաքուի շոր ագաբորկ եք անի։ Ո՞վ է իրան թույլատրի առասարակ այս կյանքում։ Ոչ, իրավունք չունի։ Այս երկիրը պետք է ղեկավարեն արյուն թափած Հայաստանի նպատակներով էփած մարդիկ, գաղափարապես զարգացած մարդիկ։ Մեր պատմության ցավոտ կողմը մենք երբեք չպետք է մոռանանք, անկախ այն բանից հիմա ինչ են մեզ առաջարկում մոռանալ, մերը չէ պետք չէ ընդունել, այդպիսի բան չպետք է լինի։